Ուր մնաց սերը, ուր մնաց ներողամտությունը, եւ այսօր, եթե Վարդանը վաղը դուրս գա եւ ասե, ես եկեղեցին չեմ ընդունիր, ով կրնազինք մեղադրել։ Մենք վարդվեցանք, Վարդանը հաղթեց, Վարդանը բարձրացավ, անիր անցյալով հանդերձ բարձրացավ մեզ մեր վեր, որովհետեւ ան թագեց դուրմը, իսկ մենք պագեցին։ Ան արհավերտ պիտի մնա մեր խղճի վրա, ան բացահայտեց մեր իրական դեմքը։ Եկեղեցական առաջնորդներ, դուք մերժեցիք ոչ միայն Վարդանը, այլ մերժեցիք Քրիստոսը։ Եթե Քրիստոս այսօր կար, անոնք ինչպես Վարդանին մոտեցավ, ցեզի ալ պիտի հարցներ։ Ինչու դու քեզ կբարձրացնես իմ վրաս։ Այս է պատճառը, որ ուզեցա անել այս հաղորդումը, որովհետև Աստված ասում է, եթե ցանկանում եք մեկին օգնել, անում եք դա, դուք հաշվեք, թե ինձ եք օգնում։ Եվ իրոք ես այդպես էլ գիտեի, որ եկեղեցին երբեք չի օգնի, նման հույսեր չէի փայփայի, եւ այո, եկեղեցին պարտվեց։ Վարդանը կհամարի, որ ինքը ճիշտ էր նման կարծիքներ ունենալու եկեղեցու հանդեպ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ես այսօր կցանկանայի իմ խոսքը ուղղել մի շարք հարցերի շուրջ, որպես ազգ, որպես հոգևորություն, մենք հոգևոր էակներ ենք եւ կուզեի դա լիներ խոսք սթափեցնելու ոչ միայն հավատացյալներին, այլև իրեն իսկ եկեղեցուն։ Այո, խոսքս ուղղված է նաև եկեղեցուն, եկեղեցականներին, այսինքն։ Եթե մենք չենք խոսում ճշմարտության մասին, ուրեմն մենք կանգնած ենք անարդարության կողքին։ Դա վերաբերվում է թե մեզ, թե եկեղեցականներին։ Հավատքը պետք է լինի գիտակցված, ոչ թե ձևական։ Եվ հոգևոր առաջնորդները պիտի ծառայեն հոգուն, ոչ թե պաշտոնին կամ հարստությանը։ Այս մտքերին անդրադառնալը կարող է մի քիչ ցնցում առաջացնել մեր ազգի մեջ, որտեղ քրիստոնեությունը արմատացված է։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, միգուցե շատ մարդկանց է հուզում այդ հարցը, մտահոգում, մտածում են լուր, բայց չեն արտահայտվում, ընդգծելով մի քանի գաղափարներ, փիլիսոփայական տեսանկյունից լինի, թե օրինակներով։ Ես հավատում եմ, որ հայը իսկապես խելացի է, հպարտ ու զարգացող։ Նա կհասկանա, որ ժամանակն է բացել աչքերը, վերանայել հավատքը եւ ոչ թե դա որպես ավանդույթ դիտել, այլ որպես ապրող զարգացող ճշմարտություն։ Եկեղեցին իբր Աստծո տունն ու սիրո եւ ողորմության խորհրդանիշն է, այսօր մեզ չի աջակցում ոչ մի ձևով ժողովրդին։ Եվ եթե այդ նույն ժողովուրդը կորցնում է հավատը, ապա մեղքը միայն ու միայն ձեր ուսերին է, պարոնայք եկեղեցականներ, տարբեր պաշտոնների, կապ չունի հիմա չթվարկեմ, թե ովքեր։ Այդ մեղքը ձեր ուսերին է, ուրիշ ոչ ոքի։ Եկեղեցին, որ պետք է լինի ժողովրդի բարոյական հենարանը, հոգևոր առաջնորդը այսօր ավելի շատ դարձել է փակ շենք, շքեղության մեջ նստած հոգևորականներով, որ քանց թե ժողովրդի հետ կապ ունեցող որևիցե կառույց։ Եվ սկսենք ինքներս մենք մեզնից, փնտրենք ճշմարտությունը առանց վախի եւ արտահայտենք, մինչեւ երբ թաքցնենք, մինչեւ երբ լուռ մնանք այն հարցերը, որ մեզ մտահոգում են։ Երբ որ վերքը թաքցնում ես, ավելի է բարդանում ամեն ինչ եւ միգուցե մի օր հասնի վիրահատության, կտրեն ձեռքը, ոտքը եւ այլը, եթե թաքցնելով
Հիվանդության վիճակը ավելի է վատթարացել եւ բուժում չկա, միայն վիրահատությամբ է հեռացվում։ Ես չեմ ցանկանում, որ դա լինի ժողովրդի եւ եկեղեցու միջև, որ ժողովուրդը այնպես լինի, որ լրիվ այն կողմ դնի եկեղեցին եւ երբեք չայցելի, բայց այն հարցերը, որոնք արդեն խորացել են եւ չի բարձրաձայնվել, եւ ձեր կողմից եկեղեցականներ ոչինչ առ այսօր ոչ մի քայլ չի կատարվել բարելավելու ձեր հեղինակությունը ժողովրդի աչքում, ապա գնալով այո կարող է հասնել դրան, որ էլ ոչ ոք ձեզ չի հավատում, չի էլ ուզում տեսնել, չի էլ ուզում այցելել ձեր եկեղեցիները, այնպես որ ուշադրություն դարձրեք իմ խոսքին, սա միայն քննադատություն չէ, եթե հաշվի չառնեք իմ ասածները, մի օր կարող եք փաստի առաջ կանգնել։ Այն մարդը, որ ցանկանում է իր իսկ լավի բարելավման համար լսել եւ ուղղել սխալները, միայն այդ մարդը կարող է հաջողության հասնել, իսկ այն մարդը, որը դիտում է միայն որպես վիրավորանք ու քննադատություն ու չի հասկանում ասածդ, այդպես էլ կապը կտրվելու է ժողովրդի հետ ուշ թե շուտ։ Ինչպես կցանկանաք, այնպես էլ վարվեք։ Հիմա շատերը զգացել ենք, որ եկեղեցին ոչ մի բանով իհարկե ոչ չի օգնում, չի աջակցում։ Նաև տեսանք Վարդանի դեպքում, երբ որ Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցները փորձել էին դիմել եկեղեցուն աջակցություն ստանալու հույսով, բայց մերժվել էին։ Երաշխավորագիր էր, թե ինչ որ մի բան էր, ինչ էր իրենց ցանկացածը, չգիտեմ, համենայն դեպս եկեղեցին մերժեց այն տալու Վարդանի համար։ Եվ ոչ թե լռությամբ մերժեց, այլ ուղղակի պատասխանեց ոչ։ Իսկ ինչի համար է եկեղեցին, եթե այն ժամանակ, երբ ժողովուրդը իր կարիքն ունի, միշտ մենակ է թողնում։ Ինչու եկեղեցին չի հնչեցնում իր խոսքը այն պահերին, երբ արդարությունը լռեցվում է։ Ինչու տաճարներ են կառուցում, երբ որ ոչ կարեկցանք կա, ոչ ողորմություն կա, ոչ սրտացավություն կա։ Եվ ինչու պետք է ժողովուրդը հավատա, որ աղոթքները հասնում են Աստծուն։ Եթե նույնիսկ մեր խոսքերը, ժողովրդի խոսքերը չի հասնում նույնիսկ եկեղեցականներին, երբ որ դա կապ է մարդու միջև, այդ ինչպես կարող է լինել, որ ձեզ չի հասնում, բայց Աստծուն կհասնի։ Այսօր եկեղեցին սահմանափակվում է միայն պատարագով, սաղմոսներով, մի քանի այլ արարողություններով, որոնք իրենք անում են որպես ծառայություն, բայց թե ինչպես պիտի մարդիկ ապրեն իրենց կյանքը, հասկանան մարդկանց վախերը, սթրեսները, կորուստները, ինչպես դիմանան այս կամ այն անարդարություն լինի դա, թե տարբեր հարցեր, եկեղեցին երբեք չի տալիս նման հարցերի պատասխաններ, երբեք մարդկանց հետ չի խոսում, այդ դիալոգը չկա, այդ խորհուրդները չկան։ Իսկ որտեղ է իրական հոգևոր առաջնորդությունը։ Համեմատենք մի պահ Հնդկաստանի յոգաների, լուսավոր մարդկանց կյանքին, խոսքերին եւ այլը, որտեղ նրանք հանդիպումներ են ունենում ժողովրդի հետ եւ կարդում իրենց իմաստուն խոսքերը, ասում իրենց խոսքերը, պատասխանում հարցերին, դա կլինի սիրո մասին, ազատության, տնտեսության, ինչպես գտնել ներքին խաղաղություն, ինչպես դիմանալ ցավերին, կորուստներին, ինչ արժեքներ փոխանցել երեխաներին, ինչ անել, երբ որ դու ընկճված ես եւ այլը։ Ունեն իրենց տրամաբանական տեսակետները, որոնք շատ պրակտիկական են հնչում եւ նաեւ հոգեվոր տեսակետից են բացատրում ամեն ինչը, որն է ճիշտ ուղղությունը, որն է երջանկությունը եւ այլը եւ այլը։ Մարդիկ սկսում են հասկանալ, թե ինչպես ապրել, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, երբ որ մեր եկեղեցին միայն պատարագ է մատուցում։
Երբ որ պատարակ եք մատուցում, երգում եք սաղմոսներ, հատվածներ եւ այլը գրքից, ոչ ոք չի հասկանում այդ գրաբար լեզուն, շատ քիչ մարդ է հասկանում։ Եվ ընդհանրապես միայն պատարակի մասնակցելով ի՞նչն է փոխվում։ Դա մի հատ մոգական ազդեցություն է ունենում, որ բոլորը հաջողությամբ լցվեցին, իմաստությամբ լցվեցին, մենակ այդ մի քանի տողը կարդալուց հետո, լսելուց հետո դուք դասախոսություններ չեք անում, մարդկանց հարցերը չեք լսում, չեք այցելում բանտեր, չեք շփվում բանտարկյալների հետ նույնիսկ, թեկուզ կարեկցանքից դրդված, թեկուզ նրանց որևիցե ուղղություն տալու կյանքում, որ չշարունակեն իրենց սխալները։ Եթե քո կյանքը ոչ մի փոփոխություն չի բերում ուրիշների կյանքում, ապա քեզ հոգևորական, հոգևորության ծառայող անվանելը սխալ է, սուտ է, ոչ մի օգուտ չեք բերում, ոչ մեկին, ինքնանպատակ, ոչ ոքի կյանքը այսօր իր ներկայությամբ եկեղեցին չի փոխում, մարդիկ հոգեպես հոգնած են, կորած են, շփոթված են, հիասթափված են, հույսերից կտրված են, չունեն, իսկ քահանաները թանկարժեք մեքենաներով են շրջում, թանկ խաչերով, ծիսական հագուստներով, միայն ատրիբյուտներն են հոգևորականի, մնացած ամեն ինչը իրենց կյանքի ապրելակերպը հակասում է ամեն ինչին, ինչը որ կոչում է հոգևորական։ Եվ եթե քո հայրենակիցները, եթե դեռ կան հայրենակիցներ, որ ապրում են մեկ կտոր հացի կարոտ նույնիսկ, դուք իրավունք չունեք նման կյանքով ապրելու։ Եթե բոլորը բարեկեցիկ լինեին, դա ուրիշ բան է, դուք էլ կարող էիք, բայց այդ որտեղից են գալիս ձեր եկամուտները։ Եթե դա միայն գանձանակներից է գալիս, ժողովրդի նվիրատվություններից է գալիս կամ այլ անձանց նվիրատվություններից, դուք պետք է դա ծախսեիք, ոչ թե ձեր կյանքը միայն բարելավելու, այլև թույլ, անպաշտպան խավին ձեր օգնությունը ցույց տալու մեջ։ Իսկ դուք օգտագործում եք միայն ձեր անձնական կյանքը բարելավելու համար։ Դա պարզ ապացույց է, որ դուք ոչ թե հոգևոր կյանքով եք ապրում, այլ մարմնական, մատերիալիստական կյանքով։ Դա է ձեր առաջնահերթությունը եւ ինչպես կարող է ժողովուրդը ձեզ վստահել եւ հարգանք ունենալ ձեր հանդեպ։ Եկեղեցու արձագանքը ազգային հարցերի շուրջ շատ թույլ է։ Ամեն ինչում թերանում եք, ամեն ինչում լուռ եք։ Ասեք խնդրեմ, որ քահանան այցելեց 44-օրյա պատերազմից հետո վիրավորված զինվորների ընտանիքներին կամ իրենց որդիներին կորցրած ընտանիքներին աջակցություն, հոգեկան աջակցություն ցուցաբերեցիք նրանց հանդեպ, ոչ։ Եթե եղել է, ասեք, ես գուցե չգիտեմ։ Հարցրեցիք նրանց կարիքների մասին, նրանց ցավի մասին, ինչ որ մխիթարական խոսքեր ասեցիք, ինչ որ մի ձևի առաջնորդեցիք ինչ որ հարցերում։ Կամ Արցախից փախած մարդկանց կողքին կանգնեցիք, նրանց առաջի եկած օրերի ժամանակ պարտադիր էր Կարմիր խաչից գային ինչ որ բաներ տալու, որ կանգնում են կացաներով, ճաշ են բաժանում, հագուստ են բաժանում եւ այլը։ Դուք կարող եք անել նման բան, արեցիք։ Մենք արժանի ենք հոգևոր իրական առաջնորդների, որոնք կհասկանան մարդկանց ցավերը, ոչ թե կդատեն մարդկանց, որոնք կհարցնեն, թե ինչ ես զգում, ոչ թե կասեն, սա պետք է անես կամ այն պետք է անես, միայն կանոնները թելադրեն, որ դուք պետք է ուղեկցեք հոգով, ոչ թե միայն կարգ ու կանոնով կամ ինչ որ օրենքներ թելադրելով, որ այսպես է ասում Աստվածաշունչ, այնպես է ասում։ Ոչ ոք մարդկանց ձայնը չի լսում։ Միգուցե աղոթել եք միայն, բայց գործնական աջակցություն
Ոչ մի բան, գործնականում ոչինչ։ Դուք պետք է լինեիք ժողովրդի հոգևոր ծնողները, դուք ապրում եք շքեղ կյանքով, հարմարավետությամբ, իսկ դուք հիշում եք վերջին անգամ երբ է եկեղեցու հայրերից մեկը մոտեցել ժողովրդին որպես հասարակ անձ, նրանց պարզապես հոգսն ու ցավը իմանալու համար։ Այդպիսով ժողովուրդը հեռանում է հավատքից։ Ոչ թե Աստծուց է հեռանում, այլ եկեղեցուց, որը այսօր Աստծո անունը մոնոպոլիզացրել է եւ վարկաբեկում է նրա պատգամները։ Ինչպես հասկանալ։ Եթե մի այլ մարդ աներ ոչ հոգևորական, գոնե հասկանալի կլիներ, բայց հոգևորականների կողմից այդպես վարվելը, նրա պատգամները Աստծո վարկաբեկելը իհարկե լավ բան չի հուշում ժողովրդին։ Դուք եք օրինակ ծառայելու ժողովրդին։ Եթե ինքներդ չեք հավատում կամ չեք հետևում նման պատգամների, ինչպես կարող եք ուրիշներին ասել, թե պետք է այսպես անես, պետք է այնպես անես։ Միայն աղոթքերների բառեր եք ասում, որոնք ժողովուրդը չի հասկանում կարգին, թե դա ինչ է նշանակում, բայց իսկական քարոզներ, իսկական ուղղորդություն ոչ մի բան, ոչ մի հարց ու պատասխան, ընդարձակ թեմաների շուրջ, համարձակ թեմաների շուրջ, ոչ խրախուսում եք ժողովրդին։ Ձեր նպատակը կարծես թե միայն ձևական լինելն է, որպես նման թատերականացված ինչ-որ արարողություն, այդքան է ձեր գործը եւ վերջ, դրանից ավել էլ ինչ։ Մենակ ծեսեր, ինչ-որ երաժշտություն, սաղմոսներ, առանց որևիցե հոգևոր ինչ-որ սնունդ տալու, ինչ-որ մարդկանց հոգևոր պահանջները դա չի բավարարում, դա շատ քիչ է։ Որտեղ է ձեր համեստությունը եւ սերը, որ Հիսուսը սովորեցնում էր։ Որտեղ է ձեր կարեկցանքը, որտեղ է ձեր խոնարհությունը, իսկ դուք ամբարտավան եք, բոլորին վերևից եք նայում, կարծես թե բոլորը մեղքերի մեջ են, միայն դուք եք սուրբ, բոլորը ձեզնից ներքև են դասված, իսկ դուք կատարյալ սրբեր եք։ Երևի թե դուք բոլորից ավելի շատ մեղավոր լինեք, քան որևիցե այլ մարդ, ձեր ազնական կյանքում, ձեր արարքներով, Աստված գիտի թե ինչերով եք զբաղված, ինչեր եք անում։ Վարդանի հայհոյանքների ամենավատ հայհոյանքը, անգամ եթե համեմատես ձեր ապրած կյանքի հետ, Վարդանը ավելի սուրբ կերևա, քան դուք։ Եվ դուք չեք էլ բարեհաճել մի հատ ինչ-որ թուղթ գրել ձեր անունը սուրբ առնչվել ինչ-որ մի հատ իբր թե հանցագործի կամ մեղավորի հետ, ինչի ձեր գահը գլխից կընկներ, բոլորն էլ գիտեն, թե դուք ով եք, թե իշխանություններին, իշխանավորներին էիք ուզում դեմ չգնալ, վատ բան չանել, նրանց էիք ուզում լավամարդ լինել եւ վախենում էիք դրա համար։ Դե ասեք, որ միայն իշխանության կողմն եք, որպեսզի նրանց հետ խնդիրներ չունենաք եւ ձեր գոյությունը միշտ լինի։ Այսինքն դուք իշխանության հետ եք միայն, ոչ թե ժողովրդի։ Դե եթե այդպես է, ամեն ինչ պարզ է։ Մի խոսքով ապաստարան եք գտել հավատացյալների անունի տակ եկեղեցու մեջ։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք ժողովուրդ, որ մարդն է Աստծուն ավելի մոտ կանգնած, այն մարդը, որ գնում է ամեն կիրակի եկեղեցի, աղոթում է, բայց հետո կաշառք է վերցնում, գնում թաքուն հանցագործություններ անում, ինչ ասես չի անում, ու չթվարկեմ, ցուցակը կարող է մեծ լինել։ Դա է իսկական հավատացյալը, Աստծուն մոտ մարդը, թե նա, ով որ երբեք չի աղոթում, բեր ասենք աթեիստ է, բայց փորձում է արդար ապրել, օգնել եւ լինել ազնիվ մարդ։ Ինչ եք կարծում, Աստված ում կընտրի։
այդ աղոթքները, ձևական հագուստները, սաղմոսները ձեզ չի փրկելու։ Դուք Աստծուն մոտ չեք։ Աստծուն 1000 անգամ ավելի մոտ կլինի մի այլ մարդ, որ ձեզնից ավելի բարոյական սկզբունքներով է ապրում իր կյանքը։ Աստծուն պետք չեն ձեր այդ եկեղեցական հագուստները, սաղմոսները, պարագաները։ Աստված նայում է սրտիդ մեջ։ Դա ձեզ համար միայն աշխատանք է դարձել։ Հիշեցի մի հատ անեկդոտ, որ ասում է. հայրիկ, ես քո հաճախորդների բոլոր հոգսերը կարող եմ լուծել, ես գտել եմ ձևը։ Հայրն ասում է. հիմարի մեկը, իսկ ինչով ես ապրելու։ Եկեղեցին բիզնես է, կփակվի, եթե մարդիկ հոգս չունենան, իսկ դուք այդ հոգսերի պատասխանները այդպես էլ չեք տալիս։ Դուք լավ էլ գիտեք, որ նրանք չեն կարող գտնել այդ ձեր մի քանի տողը կարդալով, երգելով, այդ ամեն ինչը լսելու ժամանակ։ Եկեղեցին պետք է լինի մարմինը, ժողովրդի, հոգու, ոչ թե գանձատունը։ Դուք միայն գանձատուն եք։ Դուք Աստված չեք եւ ձեզ ինքներդ ձեզ բարձր մի պահեք ժողովրդից։ Ժողովուրդը պայքարում է, մաքարում է, հավատում է եւ այլը, ձեզնից 100 անգամ ավելի բարձր է կանգնած։ Բերենք մի քանի օրինակներ, ցույց տանք քրիստոնեական հոգևոր ծառայողների եւ այլ փիլիսոփայական դպրոցների ուսուցիչների մեջ եղած ահռելի մեծ տարբերությունը, որ մարդիկ տեսնեն, թե ինչ են կորցնում եկեղեցու սահմանափակ մոտեցումների պատճառով։ Օրինակ, թե ինչպես են յոգիները կամ բուդդիստները կամ այլ փիլիսոփաներ, այլ հոգևոր ուսուցիչներ, ինչերից են խոսում, իսկ ինչքան սահմանափակ է մեր եկեղեցականների գիտելիքները, մոտեցումները։ Երբ որ այդ մարդիկ բացատրում են հոգևոր ուսուցիչները այլ երկրների բացատրում են ցավի, վախի, ճակատագրի, մահվան, էներգիայի, անձնական զարգացման վերաբերյալ, հարաբերությունների, մեղքի, ներողամտության վերաբերյալ, մեր եկեղեցականները իհարկե նման բաների շուրջ չեն խոսում։ Մի քանի մեջբերում կանեն կտակարանից եւ վերջ, այդքան։ Ոչ մի հարցի կարգին չեն պատասխանում, մենակ իրանք այդքան ասեցին, վերջացնում են ու գնում։ Ինչ են ասում յոգիները կյանքի մասին։ Դու չես ծնվել տառապելու համար։ Եթե դու երբեք չես վերահսկել սեփական միտքդ, ուրեմն դու չես ղեկավարում քո կյանքը։ Նա սովորեցնում է, որ ինչպես կարող է մարդը դուրս գալ մտքի քաոսից եւ կառավարել իր հույզերը եւ չփորձել միայն աղոթքով փրկություն սպասել։ Իսկ քրիստոնեությունը ինչ է ասում այդ մասին։ Աղոթիր եւ հավատա։ Այդքան բան։ Որն է պրակտիկապես ավելի գործածելի։ Երբ որ նրանք սովորեցնում են, ես ընդամենը մեկ նախադասությամբ ասեցի, բայց երկարատև լեկցիաների, երկարատև դասընթացների, կուրսերի միջոցով նրանք սովորեցնում են ինչպես կառավարել միտքը, որ ազատվես այդ քահոսից եւ կարգուկանոն մտցնես քո իսկ մտքերի մեջ։ Ինչպես ասում են իրենք, մարդը, եթե նույնիսկ հեռախոս եք գնում առանց ինստրուկցիան կարդալու գործածման ձևը, ինչպես դժվար եք հասկանում, թե ինչպես օգտագործել, ինչպես ամեն ինչը, յուրաքանչյուր տեխնիկական ապարատ կամ մի բան գնելուց դուք փորձում եք հասկանալ, կարդալ ինստրուկցիան, իսկ դուք այսքան բարդ օրգանիզմ, խելք, մտածողություն ունեցող մարդը, որ ավելի բարդ է, քան սովորական առարկաները, որ գնում եք, իսկ ինքը իր ինստրուկցիան կարդացել է, գիտի, ինչպես կառավարել այս բարդ համակարգը, չգիտի, իհարկե չգիտի, դրա համար էլ քաոս է, մտքի մեջ, հոգու մեջ, ամենտեղ։
Աղոթիր եւ հավատա, այսքան է ձեր տված լուծումը։ Բուդդիստ փիլիսոփայության մեջ, որտեղ նրանք բացատրում են գիտակցության մասին, ներքին հոգեկան խաղաղության մասին, ասելով, բարությունը ոչ թե հավատքի արդյունք է, այլ գիտակցության։ Բուդդիզմը սովորեցնում է կյանքի տառապանքը անխուսափելի է, բայց քո վերաբերմունքը որոշում է, թե ինչպես կապրես դա։ Կարող է շատ կյանքում բաներ պատահել, դա անխուսափելի է, ոչ ոք դրանից, այսպես ասած, ապահովագրված չէ, բայց թե ինչպես կառավարես ինքդ նման դեպքերում, ինչպես պահպանես քո հույզերը, ինչպես դրան վերաբերվես, դա արդեն քեզնից է կախված, և նրանք բացատրում են, թե ինչպես անել դա։ Շատ այլ դասընթացներ, սիրո մասին, շատ խիստ կապակցվածությունից ազատվելու մասին, որպեսզի հետո հոգեկան տառապանքներ չպատճառի եւ այլն։ Իսկ քրիստոնեության մեջ մարդկանց հաճախ մեղադրում են մեղքի մեջ եւ վախեցնում պատժով։ Միակ դա է ձեր լուծումը։ Օրինակ, յոգիներից ասում են, որ դու չես կարող գտնել Աստծուն, մինչև չսովորես սիրել ինքդ քեզ։ Եվ բացատրում տարբեր մակարդակների մասին, հարաբերությունների եւ այլը, դա կլինի ծնող երեխա, ընկերություն, թե զույգեր, թե ամեն ինչ մեկ առ մեկ բացատրում են։ Եկեղեցին միայն ասում է. մի շնացիր, քեզ սուրբ պահիր, առանց բացատրելու ինչու կամ ինչպես։ Շատ կարճ լուծում եւ ոչ մի բացատրություն, կասեն Աստված այդպես է ասում, այդքան բան։ Օրինակ, ինչ որ մեկն էլ ասում էր, չեմ հիշում ով էր, անցյալը ցավ է, ապագան վախ, իսկ ներկան իսկական ազատությունն է։ Դա սովորեցնում է, թե ինչպես ազատվել հին դարտերից, անցյալի վատ պատմություններից, չապրել անցյալով եւ չանհանգստանալ ապագայի վախերով, երևակայելով այս կլինի, այն կլինի, այլ ապրել միայն ներկայով, մենակ ներկայի վրա ունես քո ազդեցությունը, որ մի բան կարող ես անել հենց այսօր, ոչ թե անցյալում չես կարող փոխել, ապագան էլ պարզ չէ, ինչ կլինի, դրա վրա էլ ներգործություն չունես, եւ դու ունես միայն ներկան, որը քո տրամադրության տակ է, քո ձեռքում է, եթե որևիցե բան կարող ես անել, միայն դա այսօր է, քո ներկայում, էլ ինչու նստել հին ամեն ինչից տանջվել կամ ապագայի վախերով անհանգստանալ։ Իսկ քահանան եկեղեցին կասեր, Տիրոջ կամքն է, ինչ պատահեց Տիրոջ կամքն է, թող պատահի։ Այդպես դու մնում ես մենակ քո ստրեսի մեջ, ասում ես դե լավ, որ Տիրոջ կամքն է, ինչ կարող եմ անել։ Բուդդիզմում օրինակ սովորեցնում է, որ հաղթանակած ծնողը նա է, ով որ սովորեցնում է երեխային տառապանքին դիմակայելու ձևը, ոչ թե դրանից փախչելու ձևը։ Այսինքն, ինչպես լինել սթափ, օրինակելի, սիրել մարդկանց եւ ընդհանրապես ձեր երեխաներին ուժեղացնելը, ինքնուրույն դարձնելը, դիմակայուն դարձնելը ավելի ճիշտ չէ, քան սովորացնել, թե ինչպես ամեն անգամ թողնել ու փախնել ամեն հարցից, դա կլինի ամուսնական հարաբերություններում, ընկերական, թե այլ բարդ խնդիրներին, երբ որ նրանք հանդիպում են, որովհետև իրենք պատրաստ չեն դրան, իրենց ոչ ոք չի սովորացրել դրա ձևը, որ հարկավոր է դիմակայել, հաստատակամություն ունենալ, կամքի ուժ ունենալ, չէ որ դա ավելի ճիշտ կլիներ, չէ որ կյանքը միշտ էլ լի է նրանց համար լինելու հազար ու մի դժվարություններով։
Քրիստոնյաները երևի կառաջարկեին միայն պետք է եկեղեցի գնալ, աղոթել, մկրտվել եւ ամեն ինչ լավ կլինի։ Օրինակ Սադգուրու կամ Միհադիոգի ասում է մահը ոչ թե վերջն է, այլ դա մի ձևափոխում է, մի մարմնի ֆորմայից դառնում եք մեկ այլ ֆորմա, այսինքն էներգետիկական։ Եվ շատ ունի շատ դասախոսություններ մահվան մասին։ Եվ ինչ է նշանակում գիտակցված մահ։ Եկեղեցին երևի ասեր մեղքերը թող Աստծուն, նա քեզ կդիմավորի, չգիտես ինչեր կլինի, բայց ոչինչ չի բացատրում իսկապես թե ինչ է կատարվում մարդուն մահից հետո։ Եվ այլ յոգաներ կան խոսում են շատ էներգիայի մասին, շնչառության պրակտիկաների մասին, որոնք առանց տեղերի օգնում են նյարդային համակարգը, այլ հիվանդություններ։ Եկեղեցին դա կանվանի հեթանոսություն, այդքան բան։ Քաղաքական իրադարձությունների հանդեպ ոչ մի դիրքորոշում չունի եկեղեցին։ Իսկ յոգաները խոսում են կոռուպցիայի մասին, ազատության մասին, պատերազմների մասին, ինչի մասին ասես աշխարհում կատարվող եւ մարդկանց դերը այդ հարցերում։ Նրանք կոչ են անում լինել գիտակից քաղաքացի, որը որ ավելի ճիշտ է։ Մեր հոգեվականները միայն լռում են, երբ որ ամբողջ ժողովուրդը ցնցվում է աղետից, արհավիրքից, միայն լուռ են եւ ոչ մի բան։ Մի խոսքով շատերը հեռանում են եկեղեցից, սա է պատճառը ինչու։ Որովհետեւ կորցրել են հավատքը, կորցրել են վստահությունը այդ կրոնական ծառայողների հանդեպ, որոնք ոչինչ չեն տալիս ժողովրդին բացի այդ արարողակարգային հանդիսություններից։ Ժողովուրդը կարիք ունի ոչ թե այդ հագուստներով հոգևորականի, այլ իրոք հոգևոր առաջնորդի։ Եվ մարդիկ փնտրում են որ լույս, փնտրում են ուսուցիչներ եւ ոչ թե միայն ճառերով, այլ սրտով, փորձով, մարդասիրությամբ։ Մի խոսքով, ընկերներ, բերեք մի քանի հարց շոշափենք ռեինկարնացիայի մասին։ Սա շատ բարդ թեմա է, չգիտեմ ինչքանով ինձ կհաջողվի ձեզ բացատրել, կփորձեմ, համենայն դեպս, քանի որ եկեղեցին դրանից չի խոսում, լռում է, այսինքն գիտեք, դա կոչվում է վերամանավորում, կարծեմ։ Երբ որ հոգիները նորից են ծնվում, նորից, իսկ մեր եկեղեցին իհարկե դրան երևի թե չի հավատում, որովհետև այդ մասին ոչ մի բառ։ Բերեք շատ պրակտիկապես մի օրինակով ես ձեզ բացատրեմ նման մի բան։ Երբ որ եկեղեցին ասում է, որ կա դժոխք, կա դրախտ, բերեք այդ հարցը մի հատ լուրջ նայենք եւ այս տեսանկյունից ես բացատրեմ, միգուցե այսպես ավելի ճիշտ կլինի։ Ինչ եք կարծում ձեր լոգիկայով, ձեր տրամաբանությամբ, հիմա ուշադիր լսեք։ Դուք ունեք մի որդի, աղջիկ, տղա, կապ չունի, որը որ հանցանքներ է կատարում, մեղքեր է գործում, թմրամոլությամբ է զբաղվում, ամեն ինչ կուզեք, ինչ որ կմտածեք, ինչ որ կյանքում պատահում է, կապ չունի։ Հիմա տեսեք, դուք նրա ծնողն եք, նա ձեր որդին է, կամ դուստրն է, կապ չունի։ Քանի որ նա այդպիսի մեղքեր է գործում, արդյոք ձեր մոտ առաջանում է նման մի միտք կամ զգացում, որ ասում եք թե երանի դուրս գա ու մեքենան խփի մահանա,
երանի թե այրվի կրակի մեջ, երանի թե սպանվի եւ այլը։ Դուք այդպիսի զգացում կամ մտքեր ունենում եք, քանի որ պատճառաբանելով դե որ այդպիսի մեղավոր է, բնական, այսինքն լոգիկական հետևանքը թող դա լինի։ Միթե դուք այդպես եք կարծում որպես ծնող։ Ես հարց եմ տալիս ձեզ, մի հատ ինքներդ ձեզ տվեք այդ հարցը։ Դուք ձեր որդուն ծավակին մի խոսքով կցանկանայիք, որ նա այրվեր կրակների մեջ։ Մեղավոր է, ինչ որ բաներ է արել շատ անդուրեկան կամ հանցագործ, կցանկանայիք, որ նա այրվեր, ճիշտն ասեք, իրոք ցանկանում եք դա։ Բայց եթե չեք ցանկանում, ես կարծում եմ, որ պատասխանը ոչ է բոլորիդ մեջ։ Իսկ ինչպես եք կարծում, մենք բոլորս, որ կոչվում ենք Աստծո զավակներ, Աստված մեր հայրն է, եթե դուք նույնիսկ ձեր զավակներին չեք ցանկանում, նույնիսկ լինելով մարդ, ինչ եք կարծում լոգիկ, տրամաբանական, ինչպես կկարողանաք բացատրել, որ Աստված անպայման կուզենա նրանց գցել դժոխքը եւ այրել իրենց մեղքերի համար, պատժել։ Դուք նման պատիժ կտայիք ձեր երեխաներին սպանելով, տառապանքների, խոշտանգումների ենթարկվելով։ Դուք, որ նույնիսկ, Աստված չեք, մեղքերով լի եւ այլը, ոչ կատարյալ մարդ եք, Աստված չեք մի խոսքով։ Եթե դուք նույնիսկ չեք ցանկանա նման բաների ենթարկել ձեր երեխային մեղքերի համար, ինչու եք կարծում, որ Աստված ստեղծել է դժոխք, որ մեղավորներին կգցի այնտեղ եւ նրանք ատամներ կկրճտան, չգիտես ինչ, կայրվեն, կգոռան, կգոչեն, իրոք կարծում եք, թե Աստված այդպիսի անողոք եւ դաժան մարդ է իր իսկ որդիների հանդեպ։ Իմաստը ինչումն է։ Իմաստը ինչումն է դժոխք գցելու, ասեք։ Հիմա ես ձեզ բացատրեմ մի այլ տեսանկյունից։ Աստված սիրո աղբյուր է, ճիշտ է, ոչ թե դատավոր։ Մարդը ունի իրավունք նորից ապրելու, սովորելու ու ճիշտը ընտրելու։ Դրա համար նա տալիս է այդ հնարավորությունը։ Միգուցե այս տեսակետին նայեք, որը ավելի տրամաբանական է, քան այն մյուսը, քրիստոնյաների ասած, կամ մուսուլմաններն երևի նման ձև ունեն։ Հիմա տեսեք, եթե Աստված տալիս է այդ հնարավորությունը, մարդը հոգին վերածնվում է մի այլ մարմնի մեջ, նորից ապրելու իր կյանքը, որը որ դա հոգու դպրոցն է։ Այս կյանքի մեջ չհաջողվեց իրեն մեղքերը քավել, այսպես ասած, ճիշտ վարվել, ճիշտ գործել, լավ բաներ կատարել, վատ բաներ չկատարել կամ քիչ կատարել։ Այս կյանքում չստացվեց, նորից է տալիս հնարավորություն, նորից, կապված թե այդ մարդուց, թե ինչպես կվարի իր կյանքը, իհարկե։ Կարող է 1000 անգամ տա հնարավորություն, 1000-ը քիչ լինի, 10,000 անգամ տա, մի մարդու կարող է հերիքել 10 անգամը նույնիսկ։ Նա տալիս է այդ հնարավորությունը, որպեսզի կատարելագործվի մարդը, հասնի ձգտի կատարելության, հասունանա։ Նա լավ հասկանում է, որ մեկ կյանքում հնարավոր չէ հասնել դրան, նա լավ գիտի դա։ Մեկ կյանքը շատ քիչ է։ Մարդը սխալներ է գործում, մինչև 50, 60, 70, մինչև հասկանում է կյանքը վերջացավ։ Աստված գիտի դա, չէ։ Ինչ է կարծում, նրա գիտակցությունը ձեզնից ավելի մեծ չէ։ Նա գիտի իր ստեղծած մարդիկ, հոգիները եւ այլը ինչ կարողության տեր են։ Եվ նա դրան տալիս է այդ հնարավորությունը երկրորդ անգամ, երրորդ անգամ, 10-րդ անգամ վերածնվելու, որպեսզի ապրես մի այլ տիպի կյանքով։
Հիմա տեսեք, օրինակ դուք մի կյանք եք ապրում առաջի դասարանցու երեխայի պես աշակերտի։ Հիմա սպասել, որ այդ երեխան, այդ առաջի դասարանի երեխան անպայման իմաստուն կդառնա, կհասցնի այդ իր իսկ առաջին իսկ դասարանի ընթացքում եւ կարող է քննությունը տալ նույն քննությունը, ինչ որ 10-րդ դասարանի երեխան, դուք դա հնարավոր համարում եք։ Բայց չէ որ պետք է այդ process-ը, սովորելու process-ը անցնի այդ բոլոր տարիները քայլ առ քայլ եւ հասնի այն իմաստությանը, որ ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ այլը եւ դադարի կատարելուց։ Իսկ այս մեկ կյանքով տրված ժամանակահատվածում պահանջել կամ սպասել, որ դուք անպայման իմաստուն կդառնաք եւ կհասցնեք նույնիսկ ապրել սրբի կյանքով, որպեսզի ես չգիտեմ թե դա նույնիսկ ում մտքով է անցել նման բան որ հնարավոր է։ Լավ, բերեք ասենք, թե մարդը օրինակ հաջորդ կյանքում ծնվում է, քանի որ չի հիշում իր անցած կյանքերը, իհարկե պետք է չի որ հիշի, որ մի կյանքի հետ ինքը իրեն իդենտիֆիկացնի, հազարու մի կյանքեր իր գլխում շատ դժվար կլիներ նման կյանքով ապրելը։ Եվ նոր կյանքը սկսում ես նոր էջից, դա քեզ նոր հնարավորություն է։ Եվ այստեղ է, որ հոգևոր առաջնորդի դերը, որ ուղղորդի այդ մարդը ճիշտ է չի հիշում ինչ սխալներ է գործել, բայց եթե այս կյանքում իրեն տրված ինքը աշխատի ապրել լավ սկզբունքներով, ճիշտ առաքինի սկզբունքներով, կխուսափի նաև կրկնելուց այն բաները, որ արել է անցած կյանքում, ճիշտ է։ Ուղղակի պետք է այդ ուղղությունը տալ այդ մարդուն։ Ծնողները պետք է տան, քահանաները պիտի տան, հոգևոր առաջնորդները։ Եթե ծնողները նման բաներից չեն հասկանում եւ լավ չեն բացատրում կամ էլ քահանաների գործն է, որ ավելի պատկերավոր ու խորը տրամաբանական ուսուցանեն ու բացատրեն, որ մարդկանց կյանքերը փրկեն այս կալիսո սամսարը, այդ անիվից, որ անընդհատ պտտվում եւ վերջ չկա, որովհետեւ 10,000 անգամ էլ կարող է մարդու հոգին ծնվել եւ սխալները կրկնել, նույնիսկ ավելացնել ավելի շատ սխալներ, չհասկանալով թե ինչպես պետք է ապրել կյանքը, որպեսզի այդ տառապանքներից, այդ ամեն ինչից արդեն նորից չվերածնվես, նորից այդ կյանքի դժվարություններով չանցնես, նորից սխալներ չգործես եւ պարտքերդ հավաքես։ Դա է քահանաների դերը, հոգևոր ուսուցիչների իսկական դերը օգնել փրկելու այդ մարդկանց։ Եվ ինչու չեն անում։ Արդյոք իրենք գիտեն այդ մասին։ Երևի լսել են, բայց չեն հավատում։ Կարող է լսել են, բայց դա չի համապատասխանում իրենց սկզբունքներին կամ քրիստոնեական դոգմաների հետ։ Լավ, եթե դուք հոգևոր մարդիկ եք, ունեք արդեն թեոլոգիական դասընթացներ, ուսուցում, երկարատև, միթե ձեզ նույնիսկ չի հետաքրքրել ինչն է իսկական ճշմարտությունը, ինչն է կյանքի ճշմարտությունը, ինչու չեք խորացել այդ ամեն ինչի մեջ, միայն անգիր անելով ինչ-որ գրքեր, ինչ-որ ձեզ թելադրված նախադասություններ անգիր անելով, հետո կրկնելով, դուք կարծում եք արդեն հասել եք ձեր կատարելությանը։ Լավ, եթե դա որպես մենակ աշխատանքի բիզնեսի աղբյուր չեք դիտում, եթե իրոք ձեզ հետաքրքիր է հոգևոր զարգացումը, այդ ինչպես է, որ սահմանափակվել եք միայն այդքան քիչ գիտելիքներով։ Միթե ձեզ հետաքրքիր չի եղել ավելի խորը ուսումնասիրել, քանի որ արդեն այդ այսպես ասած մասնագիտության ուղղության վրա եք։
Շատ հեշտ է, չէ՞, ամեն ինչի դեմ փակել, պատնեշներ դնել, միայն սա գիտեմ, ուրիշ ոչինչ իմանալ չեմ ցանկանում։ Դա սահմանափակ մտածողություն է եւ իհարկե հիմարություն։ Ինչու՞ չեք ուսումնասիրում այդ փիլիսոփայությունները։ Եթե դուք փնտրեիք Աստծուն ու ճիշտ ուղղությամբ գնայիք, դուք վաղուց եք արդեն գտել, թե ինչն է ճիշտը, ով է Աստված, ինչու ենք մենք այստեղ եւ ով ենք մենք։ Ձեզ մինչև այսօր չի հետաքրքրել այդ հարցերը։ Աստծո համար կարևոր չէ դու ինչ ես եղել նախկինում։ Նրա համար կարևոր է, թե ինչ ես անում հիմա։ Նա փորձում է տեսնել դու փոխվել ես, փոխվում ես, աշխատում ես բարելավել ինքդ քեզ, լավացնել, աճել։ Նա տեսնում է քո սիրտը մաքուր է, միայն այդ դեպքում է նա քո կողքին։ Նրա համար կարևոր չի ինչ հանցանքներ ես գործել, այո, այդ հանցանքների համար այդ հոգին կարող է ծնվել այնպիսի պայմաններում, որ համապատասխան է այդ հանցանքներին, դա է իր պատիժը, եւ այնտեղ կարող է նա այնպիսի գործողություններ կատարել, այնպես ապրել իր կյանքը, որ միայն դա է հաշիվ, եթե տեսնում է, որ դու ամեն ինչ փոխել ես, ամեն ինչ ճիշտ ես անում։ Անցյալը ջնջվում է։ Այդ շանսը, այդ հնարավորությունը դրա համար է տրվում։ Աննպատակ մենակ պատժելը չի։ Լրիվ այլ ձև է բացատրվում ամեն ինչ։ Լրիվ Աստված նախանձախնդիր է, Աստված վրեժխնդիր է, չգիտես ինչեր։ Ես չգիտեմ, դուք Աստծուն եք նկարագրում այդ գրքերում, թե սատանային։ Նույնիսկ կասկած է առաջանում, այդ ով է այդ գրքերը փոխել, խեղաթյուրել, ամեն ինչ լրիվ հակառակ ձևի ներկայացրել։ Եվ դուք մինչև վերջ չեք խորացել, այդքան կարդացել եք հոգևոր գրքեր, ոչ մի բան էլ չեք հասկացել, որ մոլորված եք դուք։ Ձեզ մոլորեցրել են, դուք էլ ժողովրդին եք մոլորեցնում։ Հոգևոր մաքրությունը չի ծնվում միայն եկեղեցու պատերի մեջ։ Այն ծնվում է մտածողությամբ, գիտակցվածությամբ, սիրով եւ ազատությամբ։ Եվ երբ Աստծո անունով փակվում է ճշմարտությունը, դա արդեն ոչ թե հավատք է, այլ կոնտրոլ, վերահսկում։ Դուք կամ գիտեք ու չեք հայտնում ճշմարտությունը, կամ էլ ինքներդ էլ չգիտեք, թե ինչ եք անում, ինչ եք կարոզում, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Միայն ուզում եք կոնտրոլի տակ պահել ամբողջ ժողովրդին եւ նրանց մտածելակերպը, միայն դա է ձեզ պետք։